Փառքասուն ժողովուրդ ջան, ամեն ինչի համար, ամեն բանի համար։ Շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ կանչել է, հավաքել է, բերել է իր տուն։ Նշանակում է, որ մենք եկել ենք, հավատում ենք իրեն, հավատում ենք իր խոսքին, վստահում ենք իրեն։ Այո, կատարյալ չենք, 100% անոթ չենք, բայց ձգտում ենք կատարելության, բայց ձգտում ենք մաքսիմումին։ Մեր երկրավոր կյանքի ընթացքում ես հավատում եմ շատ բաներ մենք չենք կարող 100%-ով լինել, որովհետև Պողոս առաքյալի նման մարդն էլ 100%-ով չէր, բայց որ ձգտում էր, վազում էր դեպի կատարելության, վազում էր։ Եվ այսօր այդ վազելու նման մի բան էլ մենք ենք անելու։ Հաղորդություն անելը, Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյանը հաղորդ դինելը, դա այն կատարյալ մեծ բաներից մեկն է։ Եվ մենք եկել ենք հավատքով, եւ մենք եկել ենք համոզմամբ, որ ինչ որ անում ենք, անելու ենք, ճիշտ ենք անելու։ Աստված շատ օրհնի ձեզ։ Դրա համար ուզում եմ կարդալ իմ համար ամենաշատ, չասեմ վստահելի, բայց ավելի շատ ընդունելի, ավելի լավ գրված Ղուկաս ավետարան 22-րդ գլխից Տիրոջ ընթրիքի մասին։ Երբ ժամը հասավ, սեղան նստավ 12 առաքյալների հետ, ասելով. Փափակելով փափակեցա այս զատիկը ձեզի հետ ուտեմ իմ չարչարվելուցս առաջ, այսինքն իմ խաչվելուցս մեռնելուցս առաջ, քանզի կսեմ ձեզի, թե էլ բնավ ասկե պիտի չուտեմ, մինչև Աստծո թագավորության մեջ կատարվի։ Եվ գավաթը առավ, գոհացավ ու ասեց. Արեք ասիկա եւ բաժանեք ձեր մեջ, վասնզի ձեզի կսեմ, թե բնավ որդի բերքեն պիտի չխմեմ, մինչև Աստծո թագավորությունը գա։ Հաց առավ, գոհացավ, կտրեց եւ տվեց անոնց ու ասավ. Այս է իմ մարմինը, որ ձեզի համար տրված է։ Սա արեք ինձ հիշելու համար։ Սա արեք ինձ հիշելու համար։ Նույնպես էլ գավաթ առավ ընթրիքից հետո եւ ասեց. Այս գավաթը նոր ուխտ է իմ արյունով, որ ձեզի համար պիտի թափվի։ Փառք Հիսուսին։ Հիսուս ասում է, փափակելով, փափակեցա այս զատիկը ձեզի հետ ուտելու։ Սա երրորդ կամ չորրորդ զատիկն էր, որ Հիսուսը իր աշակերտների հետ պիտի ուտեր։ Ոչ մի անգամ այս խոսքերը չէր ասել։ Հին ուխտի համաձայն, հրյաների զատիկի համաձայն, այն որ Եգիպտոսից դուրս եկան, Մովսեսի խոսքի, Աստծո խոսքի համեմատ ամեն տարի իրանք նշում էին այդ զատիկը։ Բայց այս զատիկը Հիսուսի համար ուրիշ էր։ Հիսուս իր երկրավոր կյանքի բոլոր օրերում հաճախակի ասել էր իր խաչվելու, չարչարվելու համար։ Ոմանք հասկացել էին, ոմանք չէին հասկացել։ Պետրոսը մի քիչ այն շուտ անմիջապես արձագանքողներից ոնց կլինի, չենք թողի, չես էթա, վամենք, ոմանք վախեցել էին, լռել էին, ոմանք համոզվել են, եթե ինչ-որ մի բան Հիսուսն ասում է, ուրեմն ճիշտ է։ Թեկուզ մենք չենք հասկանում, բայց Հիսուսի ասածը ճիշտ է։ Ռաս Աստված ասել է, ուրեմն ճիշտ է։ Եվ այս զատիկին ինչ էր ուզում Հիսուսը հասկացնել։ Փափակելով փափակեցա ձեզի հետ ուտելու, որտեղ արդեն ուզում էր բացահայտ ասել իր երկրավոր կյանքի իմաստը։ Բացահայտ ասել ինչու համար էր ինքը երկնքից երկիր եկել։ Ուզում էր ասել տղաներ, եղբայրներ, աշակերտներ, վաղը ինձ խաչելու եմ, վաղը ցերեկ ես մեռնելու եմ։ Սա վերջին զատիկն է, որ ձեզ հետ ուտելու եմ։ Եվ դրա համար ասում է հացը առավ, գոհացավ, ասեց սա իմ մարմինն է, որ ձեր համար տրված է։ Կերեք իմ մարմինը։ Գինին վերցրեց, ասեց սա իմ արյունն է, նոր ուխտի իմ արյունն է, որ ձեր համար թափվելու է։ Վերցրեք, խմեք։ Ժողովուրդ, մենք գիտենք, որ հրյաները արյուն չէին խմում, մանավանդ մարդու արյուն, կենդանի արյուն չէին խմում, որտեղ մնաց մարդու արյուն խմեն։ Մարդու միշտ չէին ուտում։ Հիսուս ասաց, որպես իմ մարմինը, որպես իմ արյունը, իմաստը դա էր, որ դուք հաղորդ լինեք ինձ, որ ես երկրի վրա վաղվանից հետո էլ չեմ լինելու, խաչվելու եմ, դուք եք լինելու իմ փոխարեն, որ մարմնավոր դուք լինելու եք, ոնց որ ես փոքր Քրիստոսներ, դուք իմ մարմինն եք, իմ հոգին ձեր մեջ կլինի, հոգին արյան մեջ է, արյունը խմեք, մարմնին հաղորդ եղեք, որ ամբողջ աշխարհով տարածվեք, որտեղ ասում են լավ է, որ ես գնամ, որ ինքը ֆիզիկապես չէր կարող բոլոր տեղերում լինել, բայց այսօր մենք դրա արդյունքն ենք, որ կանք։ Այսօր այդ հաղորդության արդյունքն ենք, որ մենք կանք։
աշակերտները կերան, խմեցին, դարձան, ասենց ասեմ, փոքր Քրիստոսներ, տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ եւ շնորհակալություն Աստծուն, որ այսօր մենք էլ կանք դրա պտուղն ենք, դրա արդյունքն ենք։ Հաղորդ լինել նրա մարմնի եւ արյանը։ Առաջի զատիկը, եթե նրանք կերան եւ փրկվեցին ֆիզիկապես, առաջի զատիկը գարան արյունով դռներին քսեցին, միսնել կերան, բայց արյունը չխմեցին, փրկվեցին ֆիզիկապես, բայց նրանք չփրկվեցին մեղքից, նրանք չազատագրվեցին մեղքից, նրանք հավիտենական կյանք չժառանգեցին գարան արյունով, բայց այս արյունը, նոր ուխտի արյունը, փրկում է նրանց հոգին, շունչը, մարմինը։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք, արյուն թափվեց, արյան թափվելուց հետո վերք գոյացավ, որը մեր բժշկության պատճառը եղավ։ Այդ արյունը խմեք, այդ արյունը, որ բժշկի ձեզ, որ մեղքից ազատվեք, իմ մարմինը մաքուր է, սուրբ է, արդար է, դուք որ ես իմ մարմնին հաղորդ լինեք, դուք էլ սուրբ ու արդար կատարյալ կլինեք, եւ ես ասեմ, շատերդ կբժշկվեք, եթե մենք իրականում, ժողովուրդ, եթե մենք իրականում հավատանք այն ինչ որ Հիսուսը արեց, մենք ուզում ենք ասել, ուզում ենք հավատալ, ասում ենք հավատում ենք, բայց եթե մենք հավատանք այնպես, ինչպես Հիսուսը ուզում է, որ մենք հավատանք, մենք սարին կասենք, հել լցվի ծովը, թափվի, չգիտեմ, վերացի կվերանա, մենք հիվանդին կասենք, բժշկվի կբժշկվի, մենք դևին կասենք, հեռացի կհեռանա, կարիք չի լինի, քրտնենք աղոթքի մեջ, թե Հիսուսը մի անգամից ինչ որ ասում էր կատարվում էր, ժողովուրդ, մենք ուզում ենք հավատալ, բոլորս ձգտում ենք հավատալու, հավատում ենք, որ Աստծո ասածը ճիշտ է, բայց մենք պակաս ենք, ես չգիտեմ, միգուցե Աստված է ինչ որ արգելք դնում, միգուցե մեր մեջ մեղքեր կա, մենք չենք հասկանում, միգուցե ինչ որ բան կա, բայց կան մարդիկ, որ հասնում են մաքսիմումին, կրկնեմ 100%-ով եթե չէ, բայց մաքսիմումին հասնում են, կան մարդիկ, որ մի բերան ասում են դևը հեռանում է, հիվանդը լավանում է, պրոբլեմը վերանում է, մեր մոտ էլ է լինում, բայց եկեք ընդունենք, որ այնպես չի լինում, ինչպես մենք ուզում ենք, որ լինի, այդքան չի լինում, որքան մենք ուզում ենք, որ լինի, Հիսուսն ասեց, դուք կլինեք իմ նման, դուք ես կլինեմ ձեր մեջ, դուք կլինես իմ մեջ, մենք կլինենք հոր մեջ, ոնց որ Աստծո հետ միաբան կլինենք փոքր աստվածներ երկրի վրա, Աստված մեզ պատրաստում է երկրի վրա երկինք տանելու համար, երկնքում սովորական մարդիկ չեն լինելու, երկրի վրա տարբեր տեսակի, տարբեր հասկացողության, տարբեր մտածելակերպի, տարբեր չափսերի, հոգևոր, մարմնավոր, ֆիզիկական մարդիկ ենք, երկնքում բոլորս միանման ենք լինելու, չափներս տարբեր կլինի, բայց նույն էությունն ենք ունենալու, մենք հիմա աստեղ նստած ենք, մեր միտքը երբեմն փախստում այս կողմ ենք ում, մեր էություններով տարբեր ենք, երբեմն իրար չենք նայում, երբեմն իրար վիրավորում ենք, երբեմն իրար չենք կարողանում տանել, երբեմն չենք կարողանում համբերել, բայց երկնքում այդ բանը չի լինելու։ Իսկ հիմա Աստված սրանով ուզում է կառուցի մեր մեջ։ Երբ որ դու այդ հացը կուտես եւ այդ գինին կխմես, դու կդառնաս Հիսուսի նման, որ սիրում էր մարդկանց այնպես, որ այնքան, որ իր կյանքը տվեց շատերի փրկության համար։ Իսկ երբ որ դու հացը կուտես անարժանաբար ու կվիրավորես քո եղբորը, քո քրոջը, դու քո անձի դատապարտությունը կուտես եւ կխմես։ Հայկական սովորություն կա, դե երևի քրիստոնեական հիմքերից է եկել, որ ասում է, ես մարդուն, ես ոնց կարամ վատություն անեմ, իր այդ հաց եմ կերել։ Այն ժամանակվանից մեր ժողովրդի մեջ այդ հաց ուտելը սուրբ է եղել։ Եվ Պողոս առաքյալը հանդիմանում է կորինթացիներին, թե որ դուք ամեն անգամ հավաքվում եք հաց ուտել, գինի խմելու, չգիտեմ ուտել խմելու, դա չի հաղորդությունը։ Հաղորդությունը, որ Քրիստոսի հետ հաղորդ լինենք։ Եվ այսօր մենք չենք հավաքվել այստեղ հացից կշտանալու համար։ Մենք այսօր հավաքվել ենք Քրիստոսից կշտանալու համար։ Մենք չենք հավաքվել այստեղ գինի խմելու։ Մենք հավաքվել ենք Հիսուս Քրիստոսի արյունը խմելու, որի մեջ Քրիստոսի հոգին է։ Հաղորդ լինելու նրա մարմնի եւ արյանը նշանակում է լինել նրա նման, մեր բնավորությամբ, մեր մտածելակերպով։
որ դու այստեղից դուրս գաս այսօրվանից հետո ոչ մի քրոջ, ոչ մի եղբորը վատ բան չասես։ Մտքումդ անգամ, քո ծածուկ սենյակում անգամ չհայոյես, ոչ միայն թագավորին, այլ նաև քո քրոջը, քո եղբորը։ Հիսուսն ասում է, հիշեք, ամեն անգամ սավորանեք ինձ հիշելու համար։ Ինչ հիշենք, ժողովուրդ ջան, որ մի հատ կուսակրոն քահանա, երիտասարդ տղա, լավ տղա էր, չար մարդիկ խաչեցին, սպանեցին։ Մինչև Քրիստոսը շատերին են խաչել, սպանել, մարգարեների, քահանաների։ Բայց Քրիստոսն ուրիշ էր, նրանց խաչելով, մահանալով ոչ մեկը չի փրկվել։ Բայց Քրիստոսը գիտակցաբար երկնքից երկիր եկավ այդ նպատակի համար։ Նա չեկավ ծառայություն ընդունելու, նա եկավ ծառայություն անելու եւ իր կյանքը շատերի համար որպես փրկանք տալու։ Եվ մենք նրա արած արդյունքն ենք, որ այսօր այստեղ նստած ենք։ Նա եկավ մեռնելու համար։ Նա ծնվեց, աշխարհ եկավ գիտակցաբար մեռնելու համար։ Քրիստոսը իր մտքում ուներ դեռ երկնքում, այն ժամանակ, որ Հայր Աստվածը կենդանի մորթեց Ադամին եւ Եվային ծածկեց կաշվով, այդ ժամանակ Հիսուս գիտեր, որ սա իմ գործն է։ Երբ որ երկնքում հավաքված խոսում էին, թե ով կգնա մեր համար, Աստված ցավում էր մարդկանց համար, ցավում էր մարդկանց փրկության համար։ Հիսուսը ասաց, ահա ես կգնամ։ Եվ եկավ արեց այն, ինչ որ հոր կանքն էր, եւ եկավ արեց այն, ինչ որ ինքը ծրագրավորել էր։ Նա գիտակցաբար մեռավ, դրան հանկարծակի չբռնեցին, սպանեցին։ Մեռավ մեր փոխարեն գիտակցաբար։ Դրա համար ժողովուրդ ասում է, գիտակցված մահը անմահություն է։ Եվ նրա անմահությունը, նա որ կենդանի է, նա երկնքում է կենդանի եւ նա մեր մեջ է, նա երկրի վրա կենդանի է մեր միջոցով։ Ես ու դու հաղորդ լինելով Քրիստոսի մարմնի եւ արյանը պիտի դառնանք փոքրիկ Քրիստոսներ, պիտի դառնանք Աստծո զավակներ։ Աստծո զավակը նա է, ով որ ծնվում է Աստծո հոգից։ Մարդու զավակը նա է, ով որ ծնվում է մարդու հոգուց, մարդու արյունից։ Մենք ծնվել ենք ու ծնվում ենք ու պիտի աճենք ու պիտի շատանանք Աստծո հոգով, լինելով Աստծո որդի։ Դու երբեմն լավ ես զգում, կայնում ես Աստծո առաջ ու ասում ես. Տեր, ես քո որդին եմ, շնորհակալ եմ, որ դու ինձ որդեգրել ես։ Բայց մոռանում ես, որ քո կողքի մարդն էլ է որդի։ Բայց մոռանում ես, որ Քրիստոս է կողքիդ մարդու համարել է արյուն թափե։ Դու ինչու համար նրան չես բարևում։ Դու ինչի համար ես նրա մասին բամբասում։ Դու ինչի համար նրա վատն ես ուզում։ Այս սրա համար էր Պողոսը զգուշացնում, ով որ անհրաժարաբար ընդունի, իր անձի դատապարտությունն է ուտում ու խմում։ Եվ մի լավ բան ասեց Պողոս առաքյալը նաև Հիսուսի ասացի վրա, նրա մահը պիտի հիշենք ու նրա մահը պիտի պատմենք։ Ամենալավ բանը, ամենալավ հիշելու միջոցը պատմելն է։ Եթե քո սրտում մի լավ բան կա, դու չես կարող չպատմել քո ընկերոջը, քո բարեկամին։ Եթե որոշ անաստված մարդկանց մեջ մի բամբասանքի նույթ կա, նա չի կարող պահել իր մտքի մեջ, անպայման պիտի բամբասի։ Բայց եկեք Քրիստոսի խոսքը բամբասենք։ Բամբասել բառը մի քիչ այն չի, բայց լավ իմաստով։ Եթե դու հիշում ես, պիտի պատմես։ Եթե դու հիշում ես, պիտի խոսես։ Նրա մահը պիտի հիշենք։ Նա մեռավ իմ փոխարեն, նա մեռավ քո փոխարեն, նա մեռավ մեր փոխարեն, նա մեռավ մեր պատճառով, նա մեռավ, որ մենք ապրենք, նա մեռավ, որ ես ապրեմ, դու ապրես։ Ոչ թե ապրենք, շարունակենք մեր հին կյանքը, հա, փառք քեզ Հիսուս, հա, լավ, շնորհակալ ենք, որ այդ բանն արել ես։ Չէ, ես կյանքով պիտի փառավորեմ նրան։ Դու կյանքով պիտի փառավորես նրան։ Ոչ միայն աղոթքով, ոչ միայն խոսքերով, ոչ միայն խաչով, ոչ միայն ասելով, որ դու հավատացյալ ես։ Մարդիկ պիտի տեսնեն, որ դու հավատացյալ ես։ Աստված պիտի տեսնի, որ դու հավատացյալ ես։ Դու ամեն բան տեսնում, Աստված ամեն բան տեսնում, ամեն բան լսում է։ Բայց դու երբեմն մոռանում ես, որ նա ամեն բան տեսնում ու ամեն բան լսում է։ Մենք շատ ենք խնդրում աղոթքների մեջ. Հայր, քո ականջը արդարների աղոթքին է, քո աչքը քո զավակների վրա է, արդարների վրա է։ Այո, Աստվածը ասում է, այո, ես ամեն բան տեսնում եմ, ամեն բան լսում եմ։ Բայց միայն քո օգուտը մի փնտրի, նաև դիմացինի, կողքիդ մարդու օգուտը փնտրի։
Ահա ինչի համար է Հիսուս հաղորդությունը սահմանել։ Ահա ինչի համար է, որ մենք կարիք ունենք ամեն օր, ամեն անգամ հիշելու Հիսուս Քրիստոսի արած գործը։ Եթե դու մենակ կիրակի օրերն ես հիշում Հիսուսի մահը, հարությունը, դու պակաս ես, դու ամեն օր պիտի հիշես։ Այո, Աստված գիտեր, որ մենք մարմնավոր մարդիկ ես ֆիզիկական, երբեմն կարող է իմիջայլոց վարվենք դրա համար։ Դրա համար ես հաղորդության խորհուրդը դրեց ինքը, որ մենք խոսենք այդ մասին։ Հիմի, որ ես հիշում եմ, ես խոսում եմ։ Ես խոսում եմ այդ մասին, ինչի մասին Հիսուսն ասեց։ Ես հիշում եմ ու իմ հիշածը պատմում եմ քեզ։ Դու էլ հիշելով պատմի շատ մարդկանց։ Աստված շատ օրհնի ձեզ, շնորհակալ ենք Աստծուն, այս ինչ որ նա արեց մեր համար եւ ինչ որ պատվիրա մեզ որ անենք, որպեսզի մենք հավատքի մեջ չտկարանանք, այլ զորանանք, որ մենք լինենք Աստծո այն որդիները, որ Աստված երկնքից նայի եւ ուրախանա, որ իր զավակները քայլում են ճշմարտության մեջ, ինչպես Հովհաննես Առաքյալն ասում։ Եկեք ոտքի կանենք Աստծո շնորհակալություն ասենք եւ նաեւ ներողություն խնդրենք, ինչու՞ չէ ներողություն խնդրենք մեր սխալների համար, մեր մեղքերի համար, մեր պակասությունների համար, մեր այն բոլոր բաների համար, որ թույլ ենք տվել մեր կյանքում։ Հայր Աստված, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք քո որդի Հիսուս Քրիստոսի համար։ Շնորհակալ ենք խաչի համար, չարչարանքների համար, թափած արյան համար, շնորհակալ ենք հարության համար, շնորհակալ ենք ներկայության համար, շնորհակալ ենք, որ մենք կանք ապրում ենք, շնորհակալ ենք ամեն օրվա հացի համար, շնորհակալ ենք եկեղեցու համար Աստված մեր Տեր, խոնարհվում ենք քո առջև, խոնարհվում ենք Հիսուս Քրիստոսի խաչի առջև, խնդրում ենք Հայր, ների՛ր մեզ, որ պակաս ենք եղել, ների՛ր մեզ, որ սխալ ենք եղել, ների՛ր մեզ, որ մեղավոր ենք եղել, հանում ենք մեր մեջից ամեն տեսակի աղտեղությունները, սրբիր մեր շուրթերը, մեր սրտից, մեր մտքից հանի ամեն բացասական բաները եւ տեղը լից քո հոգով, քո խոսքով Աստված մեր Տեր, ների՛ր մեզ, մաքրիր քո որդու Հիսուս Քրիստոսի արյունը թող լինի մեր վրա Աստված մեր Տեր, մաքրիր, սրբիր Տեր, եւ թող սրանից հետո մենք ավելի Տեր ջանքով լինենք քո կամքի կատարման մեջ, ջանքով լինենք թե մեր ընտանիքներում, թե եկեղեցում, թե հասարակության մեջ, թե ազգի մեջ Աստված մեր Տեր, ամենուրեք, ամենտեղ կանչենք քո անունը, ասենք թող գա քո արքայությունը, թող լինի քո կամքը, թող գա քո արքայությունը, խաղաղությունը, ուրախությունը քո հոգով թող գա, թող լինի քո բարի, հաճելի, կատարյալ, ձեռնտու օգտակար կամքը քո ժողովրդի համար, մեր ազգի համար, մեր երկրի համար, օրհնիր եկեղեցին խնդրում ենք Տեր, օրհնիր այն ինչ որ պիտի անենք Աստված մեր Տեր, ու դու փառավորվիր Հայր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն։